Աստված սուրբ է։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Աստված սուրբ է։ Եսայա 6:3 Սուրբ բառը կրում է հետևյալ իմաստները՝ առանձնացված, զատված։ Ինչ վերաբերվում է Աստծուն, այն երկու կարևոր իմաստ է կրում։ Առաջինը նշանակում է, որ Աստված վեր է ամբողջ արարչությունից և լիովին տարբերվում է արարված ամեն էակից։ Որքան էլ հրաշալի լինեն այս երկրում կամ երկնքում ապրող էակները, նրանք պարզապես արարածներ են։ Միայն Աստված է Աստված, առանձին, վերընտիր և անհամեմատելի։ Երկրորդը, Աստծո սրբությունը խոսում է այն մասին, որ նա վեր է ու զատված իր արարչության բարոյական ապականությունից և ամեն անվայել ու մեղսալի բաներից։ Աստված չի կարող մեղք գործել, մեղքից հաճույք ստանալ կամ հարաբերվել մեղքի հետ։ Եսայա 6:3 ասում է. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորքերի Տերը, ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Աստված լույս է և ոչ մի խավար չկա նրանում։ Հովհաննես 1:5 Դու, որ աչքերդ մաքուր են չարություն տեսնելուց և անիրավության մտիկ տալ չես կարող։ Ամբակում 1:13 խոսք։ Հակոբոս 1:13 ասում է. Նա, ով փորձության մեջ է, չասի, թե Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չար բանով չի փորձում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Եվ Սաղմոս 5:4 ասում է. որովհետև դու անօրենության հաճույություն տվող Աստված չես, չարը չի բնակվի քեզ մոտ։ Աստծո բնավորություններից մեկ հատկանիշ է նաև սրբությունը, սերը և արդարությունը։ Ճանաչենք Տիրոջը և գնանք դեպի սրբություն, քանի որ Տերը կանչում է սրբության մեջ։